Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է։ Բարև ձեզ Տիկին Ալավերդյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Ալավերդյան, սկսենք հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվող այս արշավից, որը նորանոր դրսևորումներ է ստանում, գիտեք, կարգալուծ արված հոգևորականները շարունակում են ինքնակոչ պատարակներ մատուցել, որոնց իշխանությունները ամենաբարձր մակարդակով եւ ուժայինների ուղեկցությամբ մասնակցում են այս կիրակել մտադիր են Խաչիկ գյուղում նմանատիպ մի միջոցառում անցկացնել։ Կխնդրեմ ձեր գնահատականը տաք այս ամենին, ինչի է փորձում սրանով հասնել իշխանությանը, հատկապես այն դեպքում, երբ տեսնում ենք, որ մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը չի աջակցում այս ամենին եւ այդ ինքնակոչ պատարակները սակավամարտ են անցնում։ Շնորհակալություն հարցի համար։ Ես մի փոքր այդպես բացատրությունով սկսեմ։ Ես նայել եմ, թե Նիկոլ անունը ինչ է նշանակում, դա նշանակում է ժողովրդին հաղթած մարդ։ Այսինքն այս ամեն ինչ տեղի է ունենում, դա այդ փոքր, անշուշտ փոքր շատ խմբի պատերազմն է հայ ժողովրդի հետ, ոչ թե Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի հետ։ Եվ այդ պատերազմը իրենք շարունակելու են։ Հույսներս դնենք նրա վրա, որ իրապես չի կարող պատահի, որ այն մարդիկ, ովքեր երբեք եկեղեցի չեն գնացել, եւ վերջապես դռները բացվել են իրենց համար, ինչու, որովհետև քաղաքական պատրվակով նրանք գնում են եկեղեցի, դա այնպիսի մեղք է։ Ես չեմ կարող, ես շատերը հանրահավաքի հետ են նմանեցնում այդ եկեղեցում կատարվողը։ Բա իհարկե, այսինքն դա շատ մեծ մեղք է, եւ եթե իրենք Աստծուն հավատային, նրանք դա չէին անի, ինչու, որովհետև ասում են ամենակարևոր պատվիրանը նա է, որ մի գնա Աստծո դեմ կամ մի կեղծի եւ հիմա իրենք փաստորեն Աստծո տունը ընկալում են եւ դարձնում են քաղաքական շատ պղտոր քաղաքական նպատակներով հավաքվելու տեղ։ Այսինքն մենք դա պետք է առաջինը դա իմանալ, բայց ինչու են իրենք գնում։ Այդ հարցը իրոք շատ լավն է։ Նրանք գնում են, որ ապացուցեն, որ իրենց արշավը կոնկրետ մարդկանց դեմ է եւ հայ առաքելական եկեղեցու սպասավորների դեմ է։ Սուտ է, ինչպես եւ ամեն ինչ ասում են։ Դա հակաքրիստոնեական արշավ է։ Ես բոլորիդ համար, ովքեր որ մի քիչ գոնե հավատ ունեն, ես խնդրում եմ աչալուրջ եղեք երկրում, որը առաջինն է ընդունել պետականորեն քրիստոնեությունը, հակաքրիստոնեական արշավ է։ Եվ դրա լավագույն ապացույցը հենց նա է, որ տարբեր երկրների եկեղեցիներ եւ այդպիսի կազմակերպություններ ձայն են բարձրացնում։ Դատապարտում են կատարել։ Իհարկե, եթե դա լիներ, հիմքը դլիներ դա ինչ որ մի մարդկանց, չգիտեմ, բարոյական եւ այլն, ինչի պետք է նրանք գլորեին չտեսնեն ինչ է դառնում։ Այսպեսով, այս արշավը, որի մեջ մասնակցում են նաեւ ժամանակին հոգեվորական դարած մարդիկ հիմա փաստորեն Աստծո դեմ գնալով, ես էլի եմ ասում, ես չեմ ասում, որ կաթողիկոսը Աստված է, ոչ, հենց այդ գործողությունները եւ էլի եմ ասում, քաղաքական նպատակներով եւ միտումով եւ պատճառով եկեղեցի գնալը այն մարդկանց կողմից, որոնք չեն գնացել եկեղեցի, չեն գնացել, ես դա կարող եմ ապացուցել։ Դա ինքնին հակաքրիստոնեական արշավ է, ու ես կխնդրեի բոլոր այն քրիստոնյաներին եւ այդ առաջի հերթին Հայաստանում եւ ընդհանրապես հայերին աչալուր լինեն այդպիսի արշավի դեմ։ Դա ոչ միայն կրկնում եմ հայկական պետականության հիմքերից եւ հայաստանյան եւ հայ լինելու այսպես սյուներից մեկի դեմ է, ոչ։ Դա հակաքրիստոնեական արշավ է եւ պատահական չէ, որ 2018 թվականից բոլորը արդեն պարզաբաներ են, որ եւ այսպես կոչված այդ հեղափոխության մեջ եւ շարունակ, եթե հիշում եք համալիրում հավաքված ինչ որ եւ այլն, այսինքն դա ամբողջը տեղի է ունենում հակաքրիստոնեական շարժման եւ շարժումների
ներքո եւ դա հակաքրիստոնեական արշավի Հենց դրանց կառավարման առաջին օրերին եկեղեցու դեմ արշավը հիշենք։ Ես դրա համար անընդհատ ես ուզում եմ դες հիշեցնել բոլորին էլ որ հատկապես բան են հարցնում սիրելիներս չեք հիշում 2018 թվականի Այն ժամանակ հերքում էին թե կապ չունեն պացանները այդ խուլիգանները բարիս բուն իմաստով որոնք մտել են եւ այդտեղ իրար միս ու լավաշ գցելով այդտեղ ինչ էին անում դա սատանայի խրախճանք է ինչի մասին է խոսքը եւ այդպես չէ որ սա վերջի ժամանակներին իրենք ուսումնասիրել են եւ հետո 1000 ամոթ բոլոր նրան աշխատողներին այդ հաստատություններում որոնք որ 5 տարվա 4 տարվա 3 տարվա առաջ չգիտեմ ինչ բաներ են բացահայտում ինչ որ կեղծ ինչպես ասում են բազմացնում են դա եւ այլն եւ դա 1000 ամոթ աշխատողներին էլի եմ ասում ես բացարձակապես ոչ մի քայլի վրա այս ուժի չեմ զարմանում եւ չեմ միջև անգամ վրթովում որովհետեւ դրանք թշնամին եւ դուք թշնամուց վրթովում եք սրանք հակաքրիստոնեական շարժում է եւ ինձ համար որպես հայ առաքելական եկեղեցու ինչպես ասում են ոտի տակ փոշին ես Սուրբ Հովանեսի կոնդի Սուրբ Հովանեսի թեմից եմ ինձ համար դա պարզ է ու ես կխնդրեի որ որևէ մեկը այստեղ բաներ չհորիներ որովհետեւ եթե մի 4 տարի առաջ մեկը մի բան ասել կամ դա ինչ չեք այն ժամանակ բռնել որովհետեւ հիմա ինքը ինչ որ ձևի անհամաձայնությունն է իրեն հայտնել նորից հրապարակայնորեն ասում եմ ես որևէ մեկ գործողությունների հետ այս իշխանությունների սկսած 2018-ից եթե չասեմ 2008 թվականից որոշ անձանց համար ես համաձայն չեմ ես ամբողջովին դատապարտում եմ այդ իմ գնահատականով հակահայկական, հակապետական եւ հակաքրիստոնեական այդ քաղաքականությունը, որով փաստորեն եւ դատելով արդյունքներից, մենակ խոսքը չէ, մենակ ծրագիր չէ, այդ դատելով այս արդյունքներից մինչ այսօր այդ քաղաքական ուժը սպասարկում է թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Ես չեմ կարող դրա հետ համաձայնվել, բայց ինչու են ասում են դուք ասում եք ինչու ուրիշներին բռնում են ես չգիտեմ ինչ ռեսուրս ունեն նրանք բոլորը գիտեն որ ես խոսում եմ ինչպես ժողովրդի խոնարհ ծառա եւ որևէ ես այո չի եղել այո այսինքն չկա այդպիսի բան որ ես ունենամ ինչ որ կողմնակի շահագրգռվածություն երկիր ունեմ աշխարհը չունի ես սիրում եմ այս երկիրը սա մեր հայրենիքն է ոչ թե վարչական միավոր որ ասում է պետք է մենակ պետությունը վարչական միավոր չի միայն այո ես կողմնակից եմ որ պետությունը ուժեղանա բայց ես կցանկանայի որ մեր չքնաղ երկիրը դառնար իրավական պետություն ու ես մինչև ինչքան որ իմ ուժերս հերիք են իմ համեսլուման այդ պայքարի մեջ դնելու եմ այնպես որ ես էլի օգտվելով արդից խոնարհվում եմ եւ Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի արչեւ ես անձամբ ճանաչում եմ իրենց հետ ունեցել եմ հանդիպումներ տարբեր առիթներով խորհուրդ հարցնելու համար կամ այլ մի հարց քննարկելու համար դրանք բարիս բուն իմաստով ամենակիրթ ներկայացուցիչներից են Հայաստանի եւ հուսամ որ առաջ այո որ վերջո այդ խարանը ոչ միայն արդեն միայն ԿՊ-ի ճակատից, այլ եւ մեր ընդհանուր ազգի ճակատից վերջապես կջնջվի։ Այնպես որ պայքարը ոչ թե նրա համար է, որ պայքար միջև վերջ, այլ որովհետեւ վերև Աստված կա, ու մենք պետք է վերջապես մեկ-մեկ մեր ափսեներից բարձրացնենք գլուխը վերև ու հատ հիշենք, ես ինչ ենք անում եւ ուր ենք գնում։
Հենց մայրաթորի շուրջ ծավալվող զարգացումների համատեքստում ձեր գնահատմամբ ինչ կարևորություն ունեն էջմիածնում այս կիրակի կայանալիք թիմ ընտրությունները եւ իրենց քվեարկությամբ էջմիածնի բնակիչները ինչ ուղերձ պիտի փոխանցեն։ Դե նայեք, ես էլի եմ ասում, արդեն ապացուցված փաստ է, որ 2018 թվականին այդ մեծ ժխորի եւ այդ անշնորհք ինչ որ չգիտեմ կացաներ խփել է, չգիտեմ ինչ դուդուկներ բանանել է, դա բոլորը հայկական դա մեջոց չէ, դա բոլորը գիտեն, որ դա փաստորեն հրավիրյալ եւ այսօր Հայաստանում արմատ գցած բավականին շատ այնպիսի խմբերի, որ իրենք քրիստոնյա են համարում, բայց իրենց գլխավոր նպատակը քայքայելն է հայ եկեղեցին, հայ ակարակելական եկեղեցի, դա աչքի փուշն է այդ խմբերի։ Այո, նրանք մասնակցել են եւ հետագայում այդ ընտրություններում եւ այո, իրենք դա անելու են շարունակ, բայց իմ խնդիրը միջև անգամ դրանք չէ, այլ ժողովրդի մեջ կա մի տարօրինակ այդպես գիտեք մտածելակերպ, որ եթե 2 տարին ծառայելու դարձնում են 1.5 տարի ապրի Նիկոլը։ Նախընտրական Ես չեմ կարողանում անգամ արտահայտվեմ, ի վերջո դա ժողովուրդ է, ի վերջո պատերազմ տեսած, ի վերջո պայմանավորված այդ կոտորածը 20 թվականի, որը ասում են 44 օրյա պատերազմ, ոչ, դա կոտորած էր, ընդ որում նախապես պլանավորված եւ էլի եմ ասում պետք չէ ինձ հանկարծ մեղադրել ինչ որ ավելորդ պես ասած նկարագրելու մեջ, որովհետև բոլորը ասել է հենց նույն ԿՊ-ի այսպես կոչված առաջնորդը, նա հստակեցրել է, որ դեռ 18 թվականին պետք է ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, որ կարող էր այդ հողերը հանձնել առանց պատերազմի, բայց այդ ժամանակ իրեն կասային դավաճան, դրանից հետո ինքը նորից է կրկնել, որ փաստորեն այն ինչ որ ինքը արել է, դա ոչ թե կոտորածի շարունակությունն է, խոսքը Արցախի հանձնելու մասինն է, եւ պատահական չի, որ այդքան շատ ԿՊ-ականներ փորձում են անընդհատ փնտրել ձևերը դրանք բոլորը կոծկելու, այդ բոլորը կրկնում եմ, ուղղակի ապացույց է, ես այդքանը չէի կարող հնարեի, ինչքանը իրենք արել են, դա առաջինը եւ երկրորդը, գիտեք ցեղասպանագետները համարում են, որ ցեղասպանության մերժումը դա եւս ցեղասպանական փուլերից մեկն է, ցեղասպանության փուլերից մեկն է։ Հիմա ինձ այդ ամենը եւ կոնկրետ падգամավոր Խուդոյանը էլի բացատրել է թե ինչու է տապալվել, դու մի ասա, ուրեմն դե ուրիշ ձև չգիտեն, նախկիններն են մեղավոր, որ 0-ից է սկսել, թե ով է նախկիններից, որ մեկն է իրեն ստիպել հրաժարվել, լավն է, վատն է, կապ չունի, բայց նա հրաժարվել է, դա մեկ եւ երկրորդը աշխարհաքաղաքական դու մի ասա վիճակը, բա աշխարհաքաղաքական վիճակը ինչ է, երբ է խոստացել բարություն եւ ծաղիկներով այսպես փռված ճանապարհ ու երբևիցե միշտ էլ եղել է այդ ինչու են դա անում ինձ դա հիշեցնում է Սումգայիթը կներեք Սումգայիթում որ բոլորը գիտեն 3 օր է կամ 4 օր է տեղի է ունեցել ցեղասպանություն եւ դրանից հետո ադրբեջանական իշխանությունները կայծակնային արագությամբ լվանում էին, մաքրում էին, հավաքում էին, պատուհանների ապակիներն էին գցում եւ այլն, որ ամբողջը հետքերը մաքրեն։ Այո, հիմա այն ինչ որ կոնկրետ Խուդոյանը ուզում է անի, ինձ հիշեցնում է Սումգայիթում տեղի ունեցածի եւ ինչ որ կրկնում եմ, արել է այս իշխանությունները այլ ձև չունի, բնութագիր չունի եւ ահա կոնկրետ Խուդոյանը եւ մնացածները անուններ չտամ, ուղղակի այսօր եմ կարդացել Նյուսեյեմում դա այդ բոլոր փորձերը դա քողարկելն է իրենց արյունալի այդ գործողությունները արյուն բերող այս ուժը
պետք է հիշի միշտ, որ ինչ ուզում է անի, առաջարկում են ինչ-որ մի օր, էլի ոչ աշխատանքային ու ժողովուրդը որ ուրախանա, եւս մի ոչ աշխատանքային օր դարձնենք մեր ուրեմն զոհերի հիշատակման 27 եւ ոչ աշխատանքային դարձնեն առաջարկությունը եղել է կընդունվի թե ոչ կապ չունի, բայց կեցես Ռուբինյանը, որը այդպիսի առաջարկություն է արել, եթե չեմ սխալվում Նազարյանը, թե ով է այնտեղ այո, Կարեն Նազարյանը, Գեգամ Նազարյանը։ Այսպիսով ես էլի եմ ուզում ասել, այդ բոլոր ոնց ասեմ ձեզ անարժան այդպիսի քայլերը, խոսքերը, գործերը, դրանք բոլորը փորձ են քողարկելու այն անունալի հետքը, որը հենց հիմա շարունակվում է, այսպես ասած, շարունակվում է ԿՊ-ի գործողությունների հետևից։ Դա հստակ դա է եւ պատահական չեմ ասում, որ այդպիսի խոսքերը միայն ու միայն ծանրագույն ձևով պետք է արտացոլվեն ապագա այդ անձանց նկատմամբ ապագա դատական գործողությունների վրա։ Տիկին Ալավերդյան, շաբաթներ առաջ դուք մասնակցում եք հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու թեմայով մի քննարկման, որի արդյունքում նաև հայտարարություն ընդունվեց, որին դուք միացաք։ Ներկայումս Հայաստանում ստեղծված իրավիճակում հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող քարոզչությունը ինչ ազդեցություն ունի եւ որքանով մեղքի բաժինը ունի հանրայինը այս իրավիճակում։ Ես նաև զուգահեռ ցանկանում եմ տեղեկացնել, որ նոյեմբերի 2-ին, երբ Հովանավանքում ինքնակոչ պատարակ էր մատուցվում, հանրայինը դա ուղիղ հեռարձակում էր իրականացնում, իսկ Մայրաթորում, որտեղ վեհապարներ պատարակ մատուցում, դա առհասարական տեսվել է։ Որում դա Սուրբ օրերից մեկն է։ Քաղաքալման տարեդարձներ։ Այսպիսով դա պատերազմ է հայտարարված, կրկնում եմ, քրիստոնյա Հայաստանին եւ քրիստոնեությանը։ Եվ այսօր ես էլի ընթերցեցի, որ Մովսիսյանը, տնօրենը այդ բանը եւ այլն, ինչ ինքնագովասանքով է հանդես եկել, որ իր 5 տարվա մեջ ինքը ինչ սխրագործություններ է գործել, մի ալիքի տեղ հիմա 4-ն է, թե քանիսն է, որոշները հենց աշխարհով մեկ են հասանելի, երբ որ գնաք շրջան, դուք կտեսնեք միայն այդ ալիքն է հասանելի բոլոր տեղերում Հայաստանում, մնացածները Երևանն է։ Այս պատասխանը դա է, որ ինչպես է ազդում։ Եթե գիտեք նույն բանը կրկնեն, ասում են, եթե սուտը կրկնեն 100 անգամ, նա ճշմարտություն չի դառնա, բայց ճշմարտության տպավորություն կթողնի, ամենահետամնաց կներեք եւ պես գիտակցությունի ցածր գիտակցություն ունեցող մարդկանց վրա։ Եվ ես քանից եմ ասել, որ այո, ես մեղքս են գալիս դրանք, ուրիշ խոսք չասեմ։ Իրենք գիտակից թե անգիտակցի ձևով մասնակցում են հանցագործությունների դեմ, որոնք իրականացվում է այս քաղաքական ուժի կողմից։ Եվ մեղքս են գալիս, որովհետև կրկնում եմ երկու առիթով, եթե չեն հասկանում, նշանակում է մեղքս են գալիս, որ էդ ինչ մտածելակերպ է, էդ ինչ գիտակցություն է, իսկ եթե անում են դա գիտակցաբար, մեղքս են գալիս, որովհետև նրանք ի վերջո Հայաստանի քաղաքացի են կամ բնակիչ են եւ գործելով այդպիսի սարսափելի գործողություններ, որոնց մեջ հստակ կան ամենածանր հանցագործությունների հատկանիշները, դա անպայման կբացահայտվի ուշ թե շուտ եւ թե ինչ է սպասում իրենց ընտանիքներին եւ իրենց զավակներին, թորներին եւ ապա իհարկե դա մնալու է միջև սերնդես սերունդ դա գնալու է այս ամեն ինչը, այդպես չի, որ հմեկի եւս 4 ալիք եւ ելիմա կարողա 14-ը դարձնել եւ միայն դա է հասանելի Հայաստանի բոլոր ծայրերում, ավելին հասանելի է դառնում աշխարհի տարբեր ծայրերում։ Եվ դա կրկնում եմ, ես ընթերցում եմ, այդպես չի, որ ես գնացել ստուգել եմ, դա հենց Մովսիսյանն է դա ասել, եւ պատահական չի, որ իրեն 2 տարով երկարացրել են իրեն աշխատանքի վայրը։ Գիտեք,
ես կասեի 1000-ամոթ, բայց քանի որ այդ մարդկանց մոտ դա չկա այդ մարմինը, որով ամոթ են, ես մենակ ասեմ, որ այս ամենը իր մեջ պարունակում է պետականության եւ սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների հատկանիշները, որովհետեւ ստեղծելով միակողմանի եւ ամբողջովին կրկնելով ադրբեջանական դասագրքերում, որը ես կարդացել եմ դեռ 60-ական թվականներին։ Ես զարմանում եմ, չկա կրեատիվ, չկա մի նոր բան հնարեն։ Մեկը մյուսի հետևից 60-ական թվականներից շատ լայն է սկսել տարածվել այդ ադրբեջանական նաղլները, հեքիաթները, այսպես ասած, եւ պատահական չէ, որ այնինչ որ մենք այսօր լսում ենք այս իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից նրանք չեն կարդացել, չգիտեն, նրանք պատմությունը ուսումնասիրել են ադրբեջանական ակադեմիաներում գրված գրքերով։ Դրա համար պետք է փնտրես ու գտնես, որ գիտես որոշ անգամ նայում ես քարտեզին ու այդտեղ Սևանը չկա, Սևանը չորացել է ձեր այդպիսի բարմունքից։ Շատ ճիշտ է պատասխանել նույն այդ անձը, որ այդտեղ Ադրբեջանը ընդհանրապես չկա, բայց կներեք, այդ քողարկելը, այդ արյուն է, այդ էլ կարծեմ Ռուբինյանն է ասել։ Դա նա չի հասկանում կամ հասկանում է, բայց դա սիրտ խառնոց չէ, դա արյունոտ հայտարարություններ են, որովհետև դրանով նախապատրաստվում է նույն այդ ճակատագիրը, որը Արցախին են իրենք բերել, նույնը դա սպասում է եւ Սևանա լճի ավազանին, եւ ինչպես Տավուշին, այդպես էլ Սյունիքին եւ այլն։ Նայեք, հստակեցնենք, որ որևէ պատահական բան չկա։ Ես անցած անգամ էլ ասեցի, ցանկացած մարդ կարող է տալ որոնում տա ինտերնետում, գտնի ադրբեջանական դեմոկրատական, այսպես կոչված հանրապետության քարտեզը, որով ինքը դիմել է ազգերի լիգային 1919 թվականին, դա կբերի։ Ես դրա համար հետս չեմ բերում, դա բավականին հեշտ է։ Դուք կտեսնեք, որ մի կետերին են խփում։ Այո, Սևանի կեսը, այո, վերևը Տավուշի այդ մասը մի բան էլ այս կողմ, այո, Սյունիքը, այո, Արարատի մարզը, այո, Սևանա լիճը, ինչպես ասեցի, դա քարտեզի մեջ, այն քարտեզի մեջ, որի մասին խոսում եմ, Հայաստանը անկլավ է Ադրբեջանի մեջ, անկլավ է Ադրբեջանի մեջ եւ դա միայն առաջի քայլն է։ Մենք գիտենք, որ Հեյդար Օղլի Իլհամը ավելին է գնացել, որ ամբողջ Հայաստանն է, մեր ասում եմ, մեր հայրենիքն է։ Շատ հետաքրքիր է, ես էլի եմ ուզում ասել, որ եթե մեկը կա Հայաստանում, այն էլ բարձր աստիճանի պաշտոնյա, որը կրկնում է ահա այդ արյունոտ ստերը, նա մեղսավոր է դառնում այն ամեն ինչի, ինչ տեղի է ունեցել հենց ծնված օրից ադրբեջանական դեմոկրատական, այսպես ասած, հանրապետությունը, որը ստեղծվել է Թուրքիայի կողմից զուտ մեկ նպատակով։ Նրանք շարունակեն եւ ավարտեն ցեղասպանությունը հայերի արևելյան Հայաստանում, ինչը եւ հիմա ուզում են դրանով ավարտել։ Սա է խնդիրը։ Ասում են ներքին լսարանին է ուղղված այս հայտարարությունները, որքան Ալեն Սիմոնյանը օրինակ հայտարարեց, որ ներքին լսարանին են ուղղված այս հայտարարությունները։ Ես չեմ մեկնաբանում այդ անձնավորությունը, որովհետև ես կարծում եմ, որ եթե ինքը այդ դաստիարակությունն է ստացել, թող ինձ ներեն, մենք տեսել ենք եւ ծնողներից մեկին, ես միայն կարող եմ ցավալ ուղղակի, ես չեմ կարծում, ես ցավում եմ եւ հայ ժողովրդի համար, որ այդքան բարձր պաշտոնները զբաղեցնում են անձիկ, որոնք որ չեն զսպում իրենց բնազդները եւ դեր մարդկային չի այնքան ինչքան ուղտային եւ ես չեմ ես զերծ եմ մնում դրան։
Տիկին Ալավերդյան, քանի որ խաղաղությունից ամենաշատը այս իշխանությունն է խոսում, ավելին անգամ սա փորձում են նախընտրական կարգախոսի վերածել, հայտարարելով, որ ընտրությունը հենց խաղաղության եւ ոչ խաղաղության միջև է լինելու, բայց ինչ եք կարծում, որքանով կարող է խաղաղություն լինել այն դեպքում, երբ Բաքվում մենք դեռ շարունակաբար ունենք գերիներ, ավելին նրանց մեղադրական դատավճիռները հրապարակվեցին, ակնկալում է, որ նրանց ամենախիստ պատիժներն են սպասվում։ Ես խոսքը շաքարու եմ կտրում, հանձնեք ամբողջ Հայաստանը Թուրքիային եւ լինելու է նույն օրը այսպես կոչված ԿՊ-ական խաղաղությունը։ Ինչի մասին է խոսքը։ Արցախը ինչի հանձնեցին։ Ինչ է ավելի շատ հիմքեր ունեին, քան Հայաստանը հանձնելու։ Ոչ մի կրկնում եմ, մի որևէ հիմք չկա համարել Արցախը Ադրբեջանի պատկանող, քան ամբողջ Հայաստանը նույն հիմքերով, ինչպիսին որ համաձայնվել են եւ հայտարարել են, որ Արցախը Ադրբեջան է, նույն հիմքերը, այսպես կոչված, գոյություն ունեն, որ Հայաստանը հանձնեն լինի Ադրբեջանին, լինի Թուրքիային կամ կիսեն։ Չկա ուղղակի մի բան Արցախի ոչ պատմական, ոչ իրական, ոչ իրավական վիճակում, որը ինչ որ տարբերի իրեն Հայաստանից։ Այնպես որ ես այստեղ չեմ տեսնում որևէ այդ առումով խնդիր, այս եկել են իրենք ծրագրված, ծրագրով, պատահական չի, որ Եվրամիության, Եվրահանձնաժողովի այդ Արյունոտա Ուրսուլան բարձվում է, որ ինքը միաժամանակ զբաղեցնելու է եւ հետախուզության ինչ որ կոմիտեի զբաղվում։ Դուք պատկերացնում եք տնտեսական հիմքերով ստեղծված Եվրամիությունը ստեղծում է մի նոր հետախուզական, երևի ամեն ինչ այնքան բացվել է, որ բոլորը ինչ են անում, ոչ թե իրենք ժողովրդավարություն են տարածում, ոչ թե համերաշխություն ու համագործակցություն, այնքան որ որոշել են ստեղծել այդպիսի միավոր եւ որևէ մեկին չեն վստահել, բացի Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ահա այդպիսի անձիկ են կանգնած այս ԿՊ կոչվածի մեջքին եւ նրանք այո սարսափում են մի պահ անգամ չեմ կարողանում պատկերացնել թե հանկարծ դա ինչ կլինի իրենք կբացահայտվեն ոչ միայն կբացահայտվի ԿՊ-ն ու կպատժվի համապատասխան օրենքներով այլ կբացահայտվի եւ այդ գլոբալիստական ամենապղտոր ես կասեի կեղտոտ կենտրոնների եւ ծրագրերը եւ արածները սա է խնդիրը մենք այդպես չէ որ աշխարհակաղակականը փոխվելա հենց որ եկել է ԿՊ-ն այդ ինչ մի հզոր բան է ԿՊ-ն որ կարողացել է փոխել աշխարհակաղակական իրավիճակը միշտ եղել է պայքարի կյանքի ու մահու պայքարի դաշտ է եղել միշտ չեք կարողացել են այն նրանք ովքեր որ ասում են չի ստացա հակառակը ինչպես ես ասեցի նրանք հաղթում են մինչ այսօր հայ ժողովրդին եւ հայ պետությունը եւ հայ քաղաքակրթությունը ոչնչացնելու այս դաժան պայքարում եւ պատերազմում ես կասեմ։ Մեր գերիներին վերադարձնելու համար ինչ աշխատանք պիտի կատարվի։ Գիտեք, գերիների վերադարձի համար ես վերջերս էլի ընթերցեցի, որ միջազգային քրեական դատարանի առաջի դատախազ Օկամպոն նա ասեց, որ կարող է 3 ամիսների մեջ շնորհիվ այն ահռելի աշխատանքի, որը անում են արտերկրի դատապաշտպանները եւ հայկական համայնքը եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, որ կարող է ինչ որ մի լուր ստանանք։ Ես շատ քիչ ունեմ հույս, որ ոչ թե կասկածում եմ իրենց արած գործի մեջ, ոչ։ Ճանաչելով Ադրբեջանին։ Ես երկու բան ասեմ։ Առաջինը գերիները դրանք արևտրի քաղաքական արյունոտ, արդեն չեմ ասելու կեղտոտ խաղի, արյունոտ խաղերի առարկա են դարել թող ինձ ներեն եւ երկրորդը այդ իսկ պատճառով կարող են այո ընտրություններից մոտենալով կամ բան ինչ որ մի քանի 20 թվականից դեռ գերի մնացածներին տան ժողովուրդը ցնծա ավելի քան Լոպեսի համերգում այսինքն մենք պետք է հստակեցնենք որ հարցը գնում է հասարակության գիտակցության ահավոր հետ ընթացի որը ուղղորդված է
Եվ ահա պատահական չի, որ Մովսեսյանը գլուխ է գովում, որ մի ալիքի տեղ 4-5 նայեսայել ավելանալու է։ Եվ իրեն դրա համար պահում են։ Այո, ուղեղների լվացումը ես էլի եմ ասում, ոչինչ եթե նրանք լվանան այնտեղ մաքուր տեղ մնա, այնտեղ լվանում են ու ներդնում են ամենախարդախ, ամենասարսափելի, ամենահայաստանի ու հայերի համար շատ ծանր հետևանքներ ունեցող մտքեր եւ համաձայնություն այս իշխանությունների հետ։ Շատերը Գեբելսյան քարոզչություն են որակում սա։ Դա է քարոզչությունը փաստորեն շատ անգամ հնարավոր է, գիտեք, ոնց որ աչքերը փակի մարդուն չտեսնի, որ սևը սպիտակը որն է, դա քարոզչությունը դեր Գեբելսն է ասել, կներեք, սա ամեն մի գյադագյուդայի բան չի հնարածը, դա այդ տեխնոլոգիաները մշակվել են շատ հզոր առանց ճակերտների, հզոր կենտրոններում եւ այո, եթե այդ հզոր կենտրոնները ներդնեին իրենց այդ հմտությունները եւ տեխնոլոգիաները դրական գործի վրա, մենք չէինք ունենա այսօր հայտարարություն Թրամփի առայն, որ չի բացառվում, որ նահանգները կմասնակցեն պատերազմներում։ Բայց ոնց է դա։ Ուրեմն ուղակի խոսքը գնում է ուղակի մասնակցության մասին։ Եթե այդ կենտրոնների աշխատանքը չլիներ, որևէ մեկը ռիսկ չեր անի դա ասի, ոչ Ամերիկայի նախագահը, որ ոչ էլ որևէ մեկը։ Այսօր մենք այո, աշխարհաքաղաքական փոփոխված այս իրավիճակը փոփոխվել է հենց ժողովուրդների շատ կներ եկել է անտարբերության, անտարբերության հողի վրա եւ պատահական չեն այդ այսպես ասած սրացումները լինի խոշոր պետությունների միջև, որոնք որ շատ կներեք մեր բոլորիս աչքի առաջ բառից բուն իմաստով քաղաքականությունը դարձրել են բազար։ Մեր բոլորիս աչքի առաջ եւ դա բոլոր ժողովուրդների եւ պատահական չեն իրենք տարիներ շարունակ այդ դաժանություններ, ես չգիտեմ, սեքս եւ ամենատարբեր կեղծոտ ինչ որ տեխնոլոգիաներով ֆիլմերով լցրել են 92 թվականից Հայաստանում դա մուտք է գործել այնպիսի ֆիլմերի, որտեղ հետույքի ճիշտ անվանումը կոպիտ հնչեցվում է 10 անգամ կամ 20 անգամ նույն ֆիլմում եւ դա եղել է դա հատուկ նպատակադրված է, այո, եւ բացի դրանից այդ սովորություն դարձնել դաժանությանը նայելու, մարդուն մասնատելու, մարդուն խոշտանգելու եւ այլն, դա ինչ է, պատահական բան է, ոչ, նրանք խաղում են ամենաստոր, ամենացածր այն բնազդների վրա, որոնք որ մարդուն դարձնում, մարդը ի վերջո մաս է բնության, այդ թվում եւ կենթանական աշխարհին եւ ահա իրենք այդ դրա վրա են խաղում եւ այսօր Հայաստանի Հանրապետության այն խավը, որը որ ծափահարում է 1.5 տարի դարձնելով 2 տարին եւ ծափահարում է մնացած բոլոր ասֆալտապատած ճանապարհը Բերձոր ճանապարհը, որը հայությունը տանում է Բերձորի ճանապարհով, Դերձորի կամ Բերձորի, ես միշտ ասում եմ, այո, այդ նույն այդ դրանց վրա է խաղում։ Գիտեք, դա գաղտնիք չէ, որ այն ժամանակին այդ կենտրոնները գործում, երբ որ ներսում արդեն կարողացել են քայքայել հասարակությունը։ Այդպես չի, որ կայացած հասարակության մեջ նրանք կարողանում են ինչ ուզում անում են։ Իրենք խոպան են գտել Հայաստանը, խոպան եւ հասարակությունը էլի եմ ասում, հասկանում է, չի հասկանում, արդեն դա խնդիր չունի։ Ով գիտակից կամ անգիտակցի ձևով մասնակցում են այս հանցագործություններին։ Ես իհարկե կրկնում եմ, ցավում եմ այդպիսի բաների համար եւ կոչ եմ անում ամեն մի խելացի մարդ, որ կարողանա գոնե մի 2-3 մարդու բացատրի, թե ինչ է տեղի ունենում։ Եվ Տիկին Ալավերդյան, վերջին օրերին շատ է խոսվում այսպես կոչված անկլավների վերադարձի օրակարգի մասին, գործող իշխանությունն էլ մեզ խոստանում է ամեն ինչ անել Արցվաշենը վերադարձնելու համար։ Ձեր գնահատմամբ արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածքում կան անկլավներ եւ որքանով է Ադրբեջանի այս պահանջը իրավականորեն հիմնավորված։
Շատ շնորհակալություն հարցի համար։ Ես ճիշտ տեղին է, եթե ես հիշեցնեմ, որ առաջին նախագահը, երբ որ 92 թվականին ասեց, որ Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանում, բայց միայն ամենաբարձր կարգավիճակով, եւ մինչեւ այսօր, ինչքան գիտեմ, ասում է, տեսակ չլսեցիք կամ թե չէ ավելի վատ կլինի։ Չարած փոքրագույններ դա։ Ես ուզում եմ ասել, դա բան է։ Ես տարբերությունն ասեմ, միշտ ես էլի եմ ասում, ոչ միացական չեմ օգտագործում։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Ու ես այդ ժամանակ ասել եմ, դա պատրանք է։ Իմ կարծիքով ո՞րն է տարբերությունը առաջին նախագահի ու այս իշխանության, որ այդ պատրանքով պատրանքին նրանք հավատում էին, հանդիպում էին ադրբեջանական այդ ժողովրդական ճակատի ներկայացուցիչների մեջ, տարածում էին, որ հիմա սա եւ ժողովրդավարական է լինելու եւ Ադրբեջանը եւ Հայաստանը, ինչ կապ ունի որտեղ է այդ ժամանակ, քանի որ աշխարհաքաղաքական այդ կենտրոնները բոլոր դեպքերում ասում են ավելի ճիշտ է դա պատրանք է ու ես որ չդառնա որ այսպես ինձնից եմ դառնում սիրելիներս ամենաբարձր կարգավիճակը Ադրբեջանի ունեցել են Նախճիվանի ինքնավար հանրապետությունը որի դրոշի վրա երբ որ ստեղծվել է գրած էր եւ թուրքերեն այդ տարերով թուրքեր չկա այբուբել այո եւ հայերեն 88 թվականին Ինչքան մարդ է մնացել այդ բարձր կարգավիճակ ունեցող այդ տարածքում, որտեղ հայերը կազմում էին ժողովուրդների մեջ այդտեղ, բոլոր ազգերի մեջ 45% հայեր են, ինչի եմ դա ասում, որտեղ ասում են ուրեմն մնացած ադրբեջանցիներին, ոչ, մնացածը մուսուլմաններ են կամ ոչ քրիստոնյա, ոչ մուսուլմաններ, մուսուլմանները այդտեղ կազմում են կներեք ադրբեջանցիները կամ կովկասյան թաթարները այդտեղ կազմում են 25-ից 27% եւ ինչ է այդ 23 թվականից է այո 23 դրանից հետո այդտեղ հայ է մնացել պատրանք է դա հիմա այն ինչ որ ասում են այդ նույնը ինչպես կարելի է նույն կներեք էլի ցեխով 10 անգամացնել դա նույն պատրանքն է ով է ես ինչ եմ առաջարկություն ունեմ թող նախապես ասեն որ Արտվաշեն գնալու են բոլոր ԿՊԱ-ականները գնալու են այնտեղ ապրելու Հայաստանը չէ այդպես չէ որ Արտվաշենցին պետք է գնա Արտվաշեն այդ դեպքում թող Իջևանցին գնա Իջևան ես ձեզ մատաղ ամեն մեկը թող գնա իր հոր ծննդավայրը, չէ՞, մենք այդպես հարց չենք դնում։ Դա նշանակում է, եթե ԿՊ-ն այսօր պատրաստ է, հենց այսօր, ինչի է սպասում։ Ինչ անկլավների մասին է։ Բա ինչի հանձնեցիք Տավուշը։ Տավուշի այդ գյուղերի դեպ գնացեք Արտվաշենում ապրեք։ Պետք էլ չի որ Հայաստանին միացնի։ Ոնց եք ասում որ Արցախը պետք է մնար Ադրբեջանի կազմում եւ հայերը պետք է այդտեղ ապրեին հիմա Արտվաշեն թող գնան ԿՊԱ-ականները ու այնտեղ ծաղկուն խաղաղության պայմաններում ապրեն այդ բղծելը ինքնին մեծ մեղք է բայց սուրբ խոսք խաղաղությունը որը պատարակի ժամանակ չգիտեմ քանի տասնյակ համար անգամ կրկնվում է բղծել եւ խաղաղություն խոսքը դա կարող են անել միայն նրանք ովքեր ոչ հայրենիք ունեն ոչ լեզու ունեն ոչ հոգի ունեն պատահական չի որ թիկնապահ ունեն այսինքն ոչ թե հոգեպահ ունեն այլ թիկնապահ էլի դա հստակ որովհետեւ թիկունքն են պահում bodyguard մարմնի ցելը խրանիչել էլի որովհետեւ էլի եմ ասում այդ մարդկանց ամենակարևոր պես թերությունը, որի համար էին, որ ես ասում եմ, իջև անգամ ցավում եմ, դա այն է, որ նրանք չունեն այն ինչով այն ինչ կոչվում է հոգի, նրանք ուղղակի անհոգի, անզգա, այդպիսի մի մեխանիզմներ են, որոնք որ ներդրվել են, ես պատահական չի որ ասում եմ, մեզ զավթել են ներսից Եվ շարունակում են այդ քայքայման գործը։ Հիմա այդ որ մի կներեք աննորմալը չի ուզում խաղաղություն, բայց կարդացեք խաղաղությունը ինչպես է հաստատվում։ Եվ դուք կտեսնեք, որ դա խաղաղություն չի։ Դա խաղալիք է, դա խաղում են մեզ հետ։ Միայն խաղալ խոսքից է։
այդ իրենց ասած խաղաղությունը։ Իսկ այս պահանջի իրավական հիմքերը Ելի եմ ասում, այդ պատմություն չկա, լավ, այս 100 քանի տարվա պատմություն չի կարելի ընթերցել, լավ պետք չի, Սևանը չեք տասել դուք Հայաստանի քարտեզի վրա, աչքներ, գնացեք բժշկի մոտ աչքի, բայց հստակեցնենք, որ այդ որ գնում եք եկեղեցի, չեք բացել հին աստվածաշնչեր, ոչ թե հին, այլ տպված նոր, օրինակ բրիտանականը, որտեղ Հայաստանը կա, իսկ կներեք ոչ քպայական կա, ոչ Ադրբեջան, էլի։ Դա չի կարելի, չէ։ Հիմա ես էլի եմ ասում, ես չունեմ այդ խնդիրը, ես համաձայն չեմ եւ ասել եմ, ես պայքարելու եմ այս քաղաքականություն վարող ուժի հետ, ով ուզում է լինի, եթե այդպիսի քաղաքականություն է վարում, ես պայքարելու եմ իմ ձևով։ Ես հասկանում եմ, որ ոչ մեկը չի վախենում իմ ձևով պայքարելուց, որովհետև իմ ձևը Ուսանք ես եթերից հետո ձեզ չեն կալանա, որ Տիկին Ալավերդյան։ Եվ վերադառնալով անկլավների իրավական հիմքերը, որքանով են այստեղ առկա։ Ուրեմն իրավական հիմք չկա, բացիկ Սովետական միության սահմանադրությունը։ Ինչ է գրած Ադրբեջանի մեջ կա կազմի մեջ է մտնում երկու միավոր, դա Նախճեվանի, ինչու են այդ միավորը ստեղծել, որովհետև հայեր են եղել այդտեղ ապրող։ Նախճեվանում էր մեծամասնություն, իսկ Արցախում գրեթե բոլոր հայեր։ Այդ միավորներն են, անկլավ այնտեղ չկա։ Ինչ է անկլավը։ Ես դες մի օրինակ ասեմ, որ պատերազմի ժամանակ, երկրորդ համաշխարհային պատերազմ, անկլավներից մեկը այդ ժամանակին պայմանավորվել գյուղերով, որ լինի այդ անկլավը ստեղ, ոնց են անում, ասում է կարող ենք մենք մեր ոչխարները բերենք ձեր բաներում առածացնենք, հա, ասում է իհարկե, նա գալիս է մի հովիվ իր ընտանիքով, այդտեղ ընտանիք է դնում, օբա է դնում, ես դա իմ աչքի առաջ է եղել, այդպես չի որ, այդ օբայից հետո շատանում են, հետո ամուսնանում են այդտեղ, եւ այլն, հետո ասում է մենք բոլորս, մենք չենք հասկանում հայերեն, հասկացիր հայերեն չեմ հասկանում, ճիշտ է, որ մենք Ադրբեջանի հետ ունենանք մշակութային կապ, հետո էլ մնացած կապերը, անկլավները, դա որևէ իրավական հիմք տարածքային այդ բանակցությունների ժամանակ գոյություն չունեն։ Դա կրկնում եմ, եղել է ավելի տնտեսական, մշակութային, սոցիալական եւ այլն հարցերով ստեղծված այդպիսի բաներ։ Իսկ ի տարբերություն դեպ Արցվաշենին։ Ի վերջո պետք չի մոռանալ, որ Արցվաշենը մնացել է մեկ գյուղ մեծ այն ամբողջ տարածքում, որը հյուսիսային գարդմանք եւ մնացածը, այդտեղ մնացել է, մնացածին ոչնչացրել են ադրբեջանցիները։ Այդ ինչ եք համեմատում անկլավը Արցվաշենը ադրբեջանական իմ պատմած ձևով ստեղծված անկլավների հետ։ Այդ ինչ է, կարող է պատահել ձեզ նման բոլորը ոչ մի բան չեն ընթերցում ու չգիտեն։ Անկամ Արցախում, օրինակ Մարտունի շրջանում չի եղել, ադրբեջանցիները չեն մնացել։ Իդեպ եւ Հայաստանի Մարտունի շրջանում ադրբեջանցիներ չէին ապրում, պետք է միջայլոց ասեմ, բայց հետո կրկնում եմ արդեն 70-ականների վերջից, այո, նորից եկել են ու այդտեղ սկսել են ու այդտեղ 1-2 հետագայում գյուղ է առաջացել։ Եվ վերջապես այդ գյուղերի անունները կամ տեղանքների անունները ադրբեջաներին, կներեք, Թաղլարը ինչ է։ Թաղեր։ Թաղերն է, հիմա եթե այդ մարդիկ քաղաքականություն է, հանկարծ չմտածեք, որ ես մի խոսք հիմա ասեցի ուղղակի ժողովրդի մասին, լինի Կովկասյան թաթարեն, ինչ ուզում է լինեն, դա քաղաքականություն է, որը մշակվել է 500 տարվա համար, եթե ոչ ավել, եւ կրկնում եմ, այն ինչ որ իրենք չեն հասցրել, Թուրքիան չի հասցրել անել մինչև 1920 թվականները, նրանք հիմա ուզում են ավարտեն, որովհետև դա իրենց կարճաժամկետ ծրագիրն է 100 տարվա։ Եվ այն բոլոր նրանք, ովքեր որ չեն հասկանում, ցավում եմ, կամ կարծում են, որ ժամանակները փոխվել են, աշխարհակաղակականը փոխվել է, չէ՞, դեպի լավը, մեծ հետաքրքիր է, էլի, դեպի վատնա, չէ՞ փոխվել, եթե ես հավատամ, թեկուզ իրենց ասացի, որ կարծում են այդ վատացած աշխարհակաղակական վիճակում փոխվել է դեպի լավը, կներեք էլի իրենց հիմքը կյանքի
գոյության, քաղաքականության, շարունակելիության հիմքը Թուրքիայի եւ իր կողմից ստեղծված Ադրբեջանի ամբողջը դա տարածքային ամբողջովին աննեքսիան է։ Յուրի Բարսեղովը շատ պարզ է ասել, որ ահա այդ քաղաքականությունը հենց ամբողջ տարածքների, որոնք իրենց շուրջ են, կուլտ անեքսիա ասել է, այսինքն անեքսիայի յուրացման պաշտամունքն է։ Ինչն է փոխվել, ուզում եմ ասեմ, թող ցույց տան։ Այդ Բայրամովը, որ հիմա ասում են Ադրբեջանում գիրք են գրում Բայրամովի նաղլները, այսինքն Բայրամովի հեքիաթները, այդ որ ինքը սենց բացահայտություններ անում, ոնց է եղել, որ եթե գոնե մի տար այդտեղ ճիշտ է, որ հարցրել է վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը, որ ուզում եք ինձ սպանեն, Ալիևի համար անմիջապես պարզ է դարել, որ ճիշտ են ասել, որ ինքը պետք է գա, որովհետև տեսնան իր դեմը կանգնած է, ոչ թե պաշտոնատար, վախկոտ մարդ։ Դա ընդհանրապես մեկն ու մեկը դա պատկերացնում է ընկալումները եւ դա պատահական չի, որ Բայրամովը հիմա սիրտ է բացում եւ խոսում է բերան է բացում, ոչ, դա էլի պայմանավորվածություն է, այն ստի նման, որ չեն կրակում հիմա սահմանամերձ գյուղերում, դուք սյունեցիներից հարցրել եք, այդ ստերի այդ շարունակությունը, կարծես թե կա մի խավ, որը մի ստի վրա, որ տեսնում է մյուս սուտնա գալիս, սկսում է հավատալ երկու ստին։ Այդպես չի, չի կարելի։ Հետո են նորերը ասում, նախորդները մոռանում են մարդիկ։ Այնպես որ ես էլի եմ ասում, խելք պետք է հավաքենք ազգովի եւ կարողանանք մենք ի վերջո այդ բոլորի համար ցավ է եւ դրանց բոլոր պատմաբաններ, գիտնականներ, արևելագետակներ, հայագետեր եւ այլն, նրանց համար բոլորի համար ցավ է այն ինչ որ տեղի ունենում։ Իրենք տեսնում են, որ ուզում են կենթանի հին ժողովուրդներից մեկը, որ այսօր դեռ կենթանի է եւ լեզուն կենթանի է, ուզում են դարձնել պատմական եւ հնագույն, այսինքն հնամաշ եւ հնացած մի ազգ։ Մենք պետք է պայքարենք, որ կարողանանք ապացուցել, որ մեր մեջ կա դեռ այն կայծը, որը որ կարող է ի վերջո շարունակել տալ մարդկության եւ քաղաքակրթությանը այն արժեքները, որոնք որ կգերազանցեմ անգամ այն ինչ որ տվել ենք մինչ այսօր։ Շնորհակալ եմ Տիկին Ալավերդյան։ Ես էլ եմ շնորհակալ եմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Կհանդիպենք։